Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ երեք հանրային հեռուստատեսությամբ երևի բանավեճը դիտեցիք հանրային, որտեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցության երկու պատգամավորներ էին եւ ուժեղ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Գոհար Մելոյանն ու Մամիկոն Ասլանյանը։ Ես սրա մասին իհարկե իմ YouTube-յան կանալով փոքր անդրադարձ ունեցել եմ, բայց կցանկանամ, որպեսզի հեռուստատեսային ֆորմատով նույնպես այն լինի։ Ուրեմն պարզից պարզ էր ու երևում էր, որ Մամիկոն Ասլանյանը եկել է ավելի շատ աղմկելու, որպեսզի հանկարծ անհարմար հարցադրումներ չլինեն, կամ Գոհար Մելոյանը, ով բավականին թույլ երկխոսող է, թակարդները չընկնի քաղաքական բանի մեջ, բանավեճի ընթացքում, եւ դա աղմկելը հասկանալի է, դե բանավեճ է, չգիտեմ, մեն էլ հայկական ձևով, երբ բոլորը խոսում են, բայց կոռեկտության սահմանները մի 2-3 անգամ հատեց։ Ես կուզեմ կոչ անել Մամիկոն Ասլանյանին, եթե տրամադրված է հետագայում նույնպես քաղաքական ինչ-որ երկխոսությունների կամ բանավեճերի մասնակցել, ապա հանրային հեռուստատեսությունը չախտոտել ինչ-որ բարքեր բերելով այնտեղ, ինչ-որ, չգիտեմ, դա ձեր քուչեն չի, ձեր մայլեն չի եւ ձեր հաճելի ու սիրելի միջավայրը չի, հատկապես հանրապետական ձևով, երբ դիմացինին բանավիճողին սկսում եք ուղիղ վիրավորանք հասցնել առանց հասկանալու, թե դա ինչ հետևանքներ կարող ունենա։ Այնպես որ այսուհետ փորձեք հասկանալ, որ հանրային հեռուստատեսությունը այնպես չի ձեր մասնավոր սեփականությունն է, որտեղ ինչ որ ուզեք կանեք։ Գնացեք ձեր սիրած TV-ներում, քոչասերժական TV-ներում, ոնց ուզում եք ձեզ պահեք, մենք սովորենք այնտեղ այդպես ձեզ տեսնել։ Իսկ հանրայինը դրա տեղը չի։ Սա sense արձանագրում էլի։ Անցնենք առաջ, այդ բանի ժամանակ, բանավեճի ժամանակ Գոհար Մելոյանը ակնհայտորեն սկսեց հպարտանալ, որ Սամվել Կարապետյանի բիզնեսը ոնց որ թե 1 միլիարդով գումարը աճել է, թե ինչ, կամ մոտավորապես 1 միլիարդով, եւ սա որպես, չգիտեմ, երևի համահայկական ձեռքբերում էր փորձում ներկայացնել։ Ես իսկապես չհասկացա ինչի համար էին տենց, դուք որ ուրախ կարող եք լինել, դա ըմբռնելի է, բայց որտեղ պիտի լինի այդտեղ իմ ուրախանալու առիթը, ես դա չեմ հասկանում, որովհետեւ գալու գլուխ գովել, որ բանը նա ձերբակալված է, բայց նրա բիզնեսները Forbes-ի ցուցակում հորիզոնական, ինչ որ նոր հորիզոնականներ են նվաճել, դա իր անձնական բիզնեսն է, ես ինչ անեմ, ընդ որում, բանում Ազատության հրապարակում, երբ որ տեսաուղերձով դիմում էր քաղաքացիներին, նա ասաց, որ իր բիզնեսը փոխանցում է իր որդիներին, որ ինքը զբաղվի քաղաքականությամբ։ Ես ինչ պիտի անեմ այդտեղ, ուրախանամ, երջանկանամ, տխրեմ, եթե նվազի, ինչ պիտի անեմ։ Բիզնես է, ընդ որում նենց չի, որ ինքը միայն հայաստանցի տենց գործարար է, ասեմ լավ, Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ շահ ունի այդտեղ։ 3 հատ անձնագրով բիզնես է անում, 3 հատը դեռ մենք գիտենք, քանի մի 2 հատ էլ կարող է կողքից ունի, չգիտենք, հասկանում եք։ Ինչի, ընդ որում, այստեղ ինչն է հետաքրքիր։ Հիշում եք, կրկեսում էր ոնց որ թե, երբ որ Նարեկ Կարապետյանը թե համալիրում ելույթ էր ունենում, այս բանի շրջան, ասում էր, մեզ պետք է կուշտ ղեկավար։ Ակնհայտորեն հիշել էր դեռ 20 թվականից առաջվա ժողովրդի պահանջը, որովհետև երբ որ տեսնում էր, որ իշխանությունները լափում են ինչ կա չկա, ու անընդհատ սպասում են, լավ, սրանք երբ են կշտանալու, մի քիչ էլ ժողովրդով զբաղվեն, ու այդ լոզունգը այդ ժամանակները ձևավորվեց դեռ 2000-ականներին, որ լավ, մեզ աչքից պետք է կուշտ ղեկավար, որովհետև սրանք չեն կշտան, այնքան կլափեն։ Այսպեսի բան բերեց օրակարգ Նարեկ Կարապետյանը, ես այդ ժամանակ իմ մոտեցումը այդ հայտարարությանը ներկայացրել եմ, բայց հիմա, երբ որ եկել հանրայինում հպարտանում եք, որ Սամվել Կարապետյանը եւս 1 միլիարդով ավելացրեց իր կարողությունը, հիմա տեսնում եք, որ կուշտ ղեկավար ասվածը միֆ է, ու այնպես չի, որ կա մի հատ ֆինանսական sense ունեցվածքի գիծ նշաձող, որից են կողմ ասել են լավ է, այս մեզ հերիք է։ Այդպիսի բան գոյություն չունի, հենա եկել ուրախացել եք։ Ու երբ որ սկսվեց տվերային կառավարումը, չէ՞ որ ձեր վարչապետ տեխնացուն որոշել է 10 դրամով աշխատել, եւ կառավարությունը առհասարակ, այսինքն դուք առաջարկում եք ժողովրդին տվերային կառավարում, խորքային պետություն ասվածը, որը շատ վատ բան է, այսինքն դուք ֆինանսավորվելու եք կողքից
առանձին մարդկանցից եւ բնականաբար այդ առանձին մարդկանցը որոշակի ծառայություններ եք մատուցելու յուրահատուկ ձևերով, մի խոսքով մոնոպոլիա եք վերականգնելու։ Ու այս ամեն ինչը լինելու է հենց դրա համար, որ էլի այդ գումարները ավելանան, բարձրանան։ Իմիջիայլոց հենց այդ շատ այտենց ոգևորված խոսելուց հետո մի տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե Սամվել Կարապետյանը ինչ փողերի լվացման գործերով է գնում 8.6 միլիարդ 8.6 միլիարդ դրամ։ Գիտեք, երբ որ դուք նստում եք ու զուգահեռաբար էլ տեսնում ենք, sense նստածում եք մեր ազգային բարերար Սամվել Կարապետյան, sense բաներ եք ներկայացնում։ Նայեք, ներողություն, բարերարներ շատ կան։ Մարդիկ ով է բարերարը, մարդիկ ովքեր բարեգործություն են անում, հա, եւ բարեգործական ծրագրերը լինում են ոչ թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, որովհետեւ եթե դու բարեգործական ծրագիր ես իրականացնում ու քաղաքականությամբ ես հետո զբաղվում, դա նշանակում է ընտրակաշառք, դա բարերարություն չի։ Բայց թողնենք դա։ Սամվել Կարապետյանը մի դեպքով այս վերջերս մինչեւ այս բաները 22 թվականներ, եթե չեմ սխալվում, ասում էր, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվելու, որտեվ այդ իմ գործը չի, իմ գործը բիզնեսն է, իմ բիզնեսով եմ զբաղվում։ Չնայած պարզվեց այդ էլ իր գործը չի, որովհետեւ այնտեղ փողերի լվացումով էր զբաղվում։ Հենց որ արդեն քրեական գործը պիտի հարուցվեր, մարդը դուրս եկավ, բա ես գնում եմ փրկեմ եկեղեցին, ժողովուրդ մեզ պետք է ուժեղ Հայաստան, չգիտեմ ինչ, լարեցին մարդկանց, էլի վերցրեցին, բերեցին, հա, ու սկսեցին դժգոհել դարձյալ ինչ որ պառակլումներից, դուք ինքներդ պառակտելով։ Հիմա ես մարդուն ներկայացնում եք ազգային բարերար։ Գիտեք, ազգային բարերարի կոչումը ժողովուրդն է հենց տալիս, հենց ազգն է տալիս։ Հասկանում եք։ Դա ոնց որ օրինակ ժողովրդական արտիստի կոչումը։ Երբ որ դերասանին կամ երգչին տալիս են ժողովրդական արտիստի կոչում, դա լինում է աներկբա որոշում։ Չի լինում մեկը, հա, կլինեն մարդիկ, ովքեր չեն դիտում իր ֆիլմերը, իրենց նախասիրությունների մեջ չկա կամ չեն լսում նրա երգերը, բայց ընդունում են, որ այո, նա ժողովրդական արտիստ է։ Հասկանում եք։ Այստեղ քննարկման բան չի լինում։ Նա բոլորինն է։ Իսկ հիմա դուք եկել եք Սամվել Կարապետյանին զորrով ուզում եք դարձնեք ազգային բարերարա, գուցե բարերարա, չգիտեմ, ում բարերարություն արել, թող գնան դրանք խոսեն, բայց ազգային բարերար, կներեք, դա չի կարող տեղավորվել իմ ընկալման մեջ։ Ես ես ազգից եմ, իմ ազգը նման ազգային բարերար չունի։ Ես չեմ ընդունում դա։ Իմ ազգին, իմ պետությանը նա բարերարություն չի արել։ Ընդհակառակ բերել փողերա լվացել, ընդ որում Քաշաթաղում, Արցախում։ Մի հատ էլ տեղափոխել է Հայաստան, Հայաստանում էլ է փորձել այդ ամեն ինչը այդպես անել, փողեր կերել ու լվանալ, այն սև գումարները բան անել, օրինականացնել։ Այդպես է դարձել 4.1 միլիարդի ունեցվածքի տեր։ Ընդ որում ես կրկնել եմ, ասել եմ ու էլի կասեմ, նման մարդիկ, ովքեր որ հանդիսանում են նաև FSB-ի հավատարիմ ներկայացուցիչները, այդ գումարը երբեք իրենցը չի լինում։ Այդ գումարից 5-ից մաքսիմում 10%-ն է իրանցը լինում։ Դա ոչ թե եզրակացություն, այլ առասարակ այդ գործերը տենց են արվում։ Բայց դրա համար է, երբ որ դուրը չես գալիս, կարողանում է պետականացվի այդ փողերը կամ ձեռքից այդ խլվի օրինական ձևով, որովհետև քոնը չի։ Ձերը 5-ից 10%-ն է այդտեղ։ Ինքը հաջողակ պրոցեսներն է առաջ տանում։ Մնացածը FSB-ինն է։ Նրանցը, ովքեր որ սովորացրել են փողերը լվանալու ուղղությունները դեռ 90-ականներից։ Երբ որ կանչեցին, Գալուգայես Սամոյան ասացին, որ այս ցեխում որ աշխատում ես, չգիտեմ, հաշվապահ ես աշխատում ինչ, արի էսի sense դնում ենք այստեղ, դու սրան տիրություն ես անում, ես էլ քեզ ուղղությունները նեղացնող լինի, կասես, վերջ։ Վերջ։ Ու մարդը շատ հավատարիմ, ակուրատնի, դասավորված աշխատել։ Լավ արել իր գործն է, չգիտեմ, ես դա չեմ քննարկում, որովհետև դա իր մասնավոր կյանքն է։ Բայց երբ որ այդ մասնավոր կյանքը փորձում են բերել, փաթաթել մեր պարավնոցին էլ բարերարի տեսքով, էլ հաջողակ բիզնեսմենի տեսքով, էլ չգիտեմ ինչի, կներեք գնացեք ձերոնց համոզեք, հա, խափեք, կանգնեք այնտեղ որտեղ ազատության հրապարակում եք ուզում։ Կարող եք այլ վայրերում էլ կանգնել, խափել, ինչ ուզում եք խոսել։
բայց գիտակից մարդիկ ովքեր տեղեկացված մարդկանց չեք կարող խաբել ու պարտադրել, որ չէ ինքը ազգային է։ Ինձ համար օրինակ Քրկորյանը ազգային բարերար էր։ Ազգային բարերար էր մարդը։ Ստեղ սա աներկբա է, տեսեք, ազգի մեջ մեկը չկա, որ ասի չէ, այտենց չի։ Քրկորյանը կունենար բացասական բնավորության գծեր, բնականաբար կունենար, մարդը դրական գծեր ունի բացասական, 1000 ուզող կունենա, 100 չուզող կունենա։ Բայց նա ազգային բարերար էր։ Որևիցե մեկը կասկածի տակ չի կարող դնել։ Բայց Սամվել Կարապետյանին, եկել եք մեզ, ուզում եք շատ ասեք, որ մենք համոզվենք, որ ազգային բարերար է։ Ոչ։ Շարքային բիզնեսմեն է, լավ, մի քիչ շարքային չի, մի քիչ մեծ կարողության բիզնեսմեն է, բայց բիզնեսմեն է, որից շատ կա աշխարհում, վերջ։ Ինստիտուցիոն եւ գիտեք ինչ, մտածեք այդ բարեգործական հիմնադրամների շրջանառությունը ինչպես է եղել, ներդրումները, մի թափանցիկություն կապահովեք, մի հասկանանք։ Տեսնենք ինչ է արել։ Որովհետեւ դուք ասում եք բաներ, ես ինչքան արցախցիներ կան, շփվում եմ հետները, ոնց որ թե այդ մարդկանց ոչ մի բան էլ չի ասել։ Կարող է այնտեղ բարձրի թղթերի վրա ընդամենը գալչկաներ են գնացել, այդ փողը մտել է ուրիշ տեղից ուրիշ բան դարձած դուրս է եկել։ Հա, ձեռի հետ էլ մի երկու հատ կտուր-մտուր կարմիրներ կացկա լինեն, բան, որ տենց բանը ֆոնը ապահովեն, էլի։ Բարեգործությունը ինքը ծրագրերով է լինում ու ինքը բավականին թափանցիկ է լինում, թաքուն պահելու խնդիր չկա, եթե ամեն ինչ ազնիվ է, հանդակառակը։ Դա շատ հրապարակային դրված է լինում որևիցե կայքում, որտեղ կարող ենք ծանոթանալ։ Որ բերեն զոռով դարձնում եք ինձ համար ազգային բարերար, իմ ազգի մեջ։ Չի անցնի, դա չի, այդ տրյուկը չի անցնելու, ոնց ուզում եք արեք, գնացեք այդ ձեր մի 5-10%-ի ականջը ինչքան ուզում եք լցրեք։ Նրանք էլ թող բերանները բաց լսեն։ Ու չգիտես ինչի որոշեն, որ հա դուք նաև կարող եք լավ ղեկավար լինել։ Կանել ես ասեք, որ դուք ռուսական ուժ եք, ասում է չէ։ Ռուսամետ, չէ, չի ասում չէ։ Սկսում է լոլո կարդալ։ Ոնց ուզում լոլո է կարդում, ֆռստում է սենց, ֆռստում է նենց, այլ հարց են տվել, պատասխանեք։ Ինչ եք ամաչում ներկայանալ որպես ռուսամետ ուժ։ Ինչ եք ամաչում։ Ասենք օրինակ կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, մենք Եվրոպամետ ուժ ենք։ Այն մեկը ասում է, ես արևմտամետ ուժ եմ։ Հա, ախպեր, ես արևմտամետ եմ, տենց եմ իմ բանը Հայաստանի զարգացումը տեսնում եմ այդ գծով։ Տենց եմ, ու տենց էլ գործում եմ։ Հիմի դրա համար ինձ 1%-ն է ընդունում, թե 20%-ն է ընդունում, այդ է իմը։ Լավ դուք եք ամաչում ասեք։ Որովհետև դուք էլ գիտեք, թե ինչքան ամոթ, որովհետև դուք էլ գիտեք, որ ձեր իրական գործը Հայաստանի Հանրապետության շահերին չի վերաբերվում, ձեր անձնական շահերին է վերաբերվում։ Որովհետև երբ որ դուք ասեք, այո, մենք էլ պատկերացնում ենք, որ Ռուսաստանի հետ կարող ենք զարգանալ, միանգամից տեղում ու շատ արագ աղբար կղե գնալու, հանրությունը մերժելու է ձեզ, դրանց հետո ինչ լոլո կարդակ չի անցնելու։ Այդ դրա համար չեք ուզում ասեք։ Ասես խուսափում են։ Ասես ամերիկյան ուժեր, ասես ռուսական ռուսամետ եք, ասում է նաև ամերիկամետ ենք։ Այ մարդ նաև հələ մի րոպե ռուսամետ ես։ Նաև Ալիկին Ալեքսանյան ասում են բանա Ռուսաստանի քաղաքացի, ես նաև Հայաստանի քաղաքացի։ Այ մարդ քեզ չեն ասում նաև, ասում են Ռուսաստանի քաղաքացի ես։ Հա, կուզես դες գլոբալ պատասխանը լայն կոնտեքստով խնդրեմ, բայց այն բուն հարցին բուն պատասխան պիտի լինի։ Ոչ թե խուսափողական։ Համ դուք խուսափում եք, համ մեզ զորով տանում մցնում եք այնտեղ, ինչից դուք ինքներդ հենց իմի խուսափում եք։ Հենց իմա։ Բայց ոնց հասկանանք, ոնց մեկնաբանենք, որ դուք էլ չասեք, բանա, տեսակ գնելը նո ստաց չգիտեմ, ատելություն է սերմանում, առավոտից իրիկուն ատելություն են սերմանում, դուրս ես գալիս հակադարձում ես, ասում ատելություն են սերմանում։ Ամենասկզբից, երբ որ նոր սկսվել էր պրոցեսները, եթերները դրա փառք Աստծո ժամանակակից աշխարհում շատ հեշտ է գտնել էլ այդ ամեն ինչը։ Շատ հարգանքով նորմալ սկսել ենք, անգամ մի երկու հատ հարց եմ գրել, փորձել եք պատասխանել իհարկե կիսատ բռատ, ձեր էջերում։ Հետո ինչ որ սկսեցիք փախնել, հետո սկսեցիք քսիտալ ֆեյքերին, հետո սկսեցիք, չգիտեմ, թիրախավորել։
Էլ հակադարձում ենք, ասում ենք, բան, ատելություն ասել մանում։ Իա։ Թե չէ, ձեր քաղաքական process-ները դուք, ինձ դա քիչ ա ուզում, ես որպես քաղաքացի ուզում եմ ընկալեմ, որ քաղաքական ուժը ինձ ինչա առաջարկում։ Ուզում եմ ընկալեմ։ Ու երբ որ փորձում եմ սենց բացել տրամաբանությունը, խեղված է։ Բնականաբար դուք փոխանակ ուշադիր նստեք, տեսնեք քաղաքացին ոնց է տրամաբանում ձեր այս կամ այն գործողությունը եւ գնաք փորձեք շտկեք, ինչը որ երբեմն անում եք իմիջայլոց։ Այդ երբեմն որ անում եք գովասանքի արժանի եք, տեսնում եք, երբ որ դուք ինչ-որ բան շտկում եք, ես անընդհատ այն հինը չեմ թիրախավորում։ Ասում եմ, այ, էսի շտկեցիք, բայց ոնց որ լավ չեք շտկել։ Այս մի բանը թողել եք։ Հասկանում եք։ Փոխանակ նստեք, ուշադիր լսեք այդ քննադատությունը, ընկալեք ինչումն է խնդիրը կայանում, ձեր թիմով նստեք ընկալեք, ջոուդներին էլ կես միլիոն փող եք տվել, ես ձրից ստեղ բան եմ ձեզ տալիս։ Փորձեք գտնել դրանք շտկելու ձևերը, մի բան էլ թիրախավորում, չեք ուզում անդրադառնալ, կարող ենք առհասարակ, այնց առհամար ենք, այնց բաց այդ առհամար ենք հանրությունից մի հոգի ձեր տեղը չիմանա։ Խոսում ենք։ Եկել եք խափում եք։ Իմ ազգուտակը, մեծ հսկայական գերդաստան, ասում եք ազգային բարերար ենք բերել, ասում ենք ով, ասում է Սամվել Կարապետյան, ասում ենք ինչումն է կայանում նրա գործունեությունը, ասենք որտեղ կարող ենք տեսնել նրա բարերարությունները, ասում ենք դեք բանավոր եք ասում, ասում ենք չունեք բան գրավոր տեսքով հրապարակային մի բան, հելնում փախնում եք։ Փախնում եք, հերո եք գնում, էլի ներկայացում եք որպես ազգային բարերար։ Կապիկություն է դա դառնում, չի կարելի։ Սա լուրջ բաներով ենք զբաղված, դեմ ընտրությունները։ Իմիջայլոց ատելության խոսքի հետ կապված։ Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթի նամակն ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով վերջինս ամփոփել է 2026 թվականի փետրվարի 3-ից 5-ը Հայաստան կատարած այցը։ Նամակում նա ողջունել է Հայաստանի առաջընթացը, ներառյալ նոր ոլորտային օրենսդրությունը եւ քրեական օրենսգրքով սահմանված երաշխիքները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ աշխատանքը։ Ողջունելով այն փաստը, որ Հայաստանի արտարադատության նախարարությունը պատրաստում է խտրականության կանխարգելման եւ դրանից պաշտպանության մասին օրենքի նախագիծը, նա ընդգծել է մի քանի խնդիրներ, որոնց լուծումը կապահովի օրենքի համապատասխանումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Մասնավորապես ընդգծվել է, որ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանին օժտել հստակ սահմանված լիազորություններով, որպես հավասարության ապահովման մարմնի, խտրականության դեմ արդյունավետ պայքարի եւ հավասարության խթանման համար անհրաժեշտ իրավասություններով ու ռեսուրսներով, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ շատերս դիմում ենք, մենք հասկանում ենք, որ այստեղ ոնց որ մարդու իրավունքի հետ կապված խնդիր է, դիմում ես իրավունքների պաշտպանին, պարզվում է գործիքա կազմը շատ աղքատիկ է, եթե իհարկե կա միպում։ Սա շատ լավ դիտարկում է միջայլոց։ Օֆլահերթի կողմից բարձրացված այլ հարցերի թվում են իրավական որոշակիության ապահովումը, այստեղ ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների պաշտպանության գործում եւ ատելության խոսքի հետ կապված խնդիրների լուծումը։ Նա վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ջանքերին, խտրականության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ համապարփակ օրենք ընդունելու համար եւ հորդորել է օգտագործել այս հնարավորությունը ստեղծել խտրականության դեմ պայքարի հզոր շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին եւ բազմազան հասարակության կարիքներին։ Հիմա եկեք գնանք սրա մասին քննարկումներ կազմակերպելու, որովհետեւ ինչն է ստեղ բանը։ Մի կողմից մեր սահմանադրությունը չի դնում խտրականություն, մի կողմից քրեական օրենսգիրքը չի դնում խտրականություն, մյուս կողմից հասարակությանը հաշտ չի դրա հետ։ Հիմա սա մի հատ օրինակի համար եմ ասում, որ պետքա վերանայվի օրինակ սահմանադրությունը։ Բայց եթե ուզենք սա մի հատ է, հարյուրավոր բաներ կա։ Եթե ուզենք վերանայենք, ինչա ստացվելու, ինչ են գոռալու, բանա, թուրքերի պահանջով է սա արվում։
Այնինչ սրան միացել են դեռ Սերժ Սարգսյանն Ստամբուլյան կոնվենցիայով։ Բայց քանի որ իրենք թաքուն են պահել հասարակությունից, այլ լրագրողների վատարած աշխատանքների հետևանքներն է։ Քանի որ թաքուն են պահել լրագրողներից նմանատիպ հանրային քննարկումներ չեն եղել, այսօր շատ հեշտ է դուրս գալ ու մանիպուլացնել։ Մի դեպքում թաքուն են պահել, մի դեպքում խաբում են, մի դեպքում խաբել են, մի կողմից թաքուն են դեռ պահում։ Սենց բաներ։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Վերադառնանք ուրեմն Հարութ Սասունյան կա մի հատ, իր հայտարարությանը անդրադառնանք։ Տեսեք, Սփյուռքում դաշնակցական կառույցները, հայդատականները եւ այլն, ովքեր որ մշտապես մարդկանց խաբելով հայրենասիրության ֆոնի տակ ձեռքներից փող են քերել, գողացել, լափել ու ոչ մի տեղ դարձյալ ոչինչ ցույց չեն տվել, ոչ մի թափանցիկություն չի եղել։ Հիմա նորից ակտիվացել են եւ փորձում են իրենք էլ Սփյուռքում թույն ու թարախ ներարկել։ Իմիջիալոց հայդատը ինչ որ նամակներ ա ուղարկում Միացյալ Նահանգներում հայ բնակիչներին, թե իբր Հայաստանը հեսա պատրաստվում են հանձնել, չգիտեմ որ նոր տարածքներ են հանձնելու, պաշտպանելու համար, պայքարելու համար գումար անհրաժեշտ։ Մի խոսքով, sense բաներ են անում։ Նախ ձեզ խափում են, դուք շատ լավ գիտեք, որ խափում են։ Երկրորդ հայդատը դեռ թող հրապարակի ինքը բոլոր ժամանակներում հավաքած գումարները ինչա արել։ Երրորդ հայրենասիրությունից դուք չի որ պիտի խոս, դուք հայրենասիրությունը մատերիալիզացնողներ եք, փողի վերածողներ եք ձեր համար։ Դուք այլ կերպ, այլ մոտեցում գոյություն չունի։ Եկեք, թույլ չեն տա խափեմ, նույն այդ բանում Լոս Անջելեսում, որ բանա հայկական դպրոց դաշնակների այդ դպրոց ամսական տարեկան վարձը ինչ արժի այնտեղ բերեք ձեր երեխան ինչ արժի մի հատ այդ վարձերը ասեք գումարեք անեք բազմապատկեք տեսեք ու ոնց է հարստացնում հաստատ չէ բիզնես կարա բիզնես լինի հարցը դա չի բայց դա ներկայացնել որ տեսեք մենք լավ գործ ենք անում դուք լավ գործ չեք անում դուք բիզնես եք անում վերջ դուք լավություն որևիցե մեկին չեք անում դուք բիզնես եք անում մեծ գումարներ եք վերցնում, ամեն հայ էլ պատրաստ չի իր երեխային այդ գումարով բերի անգամ Լոս Անջելեսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա է, եւ Սփյուռքում հայկական դպրոցները, ես խոսում եմ սա մի մարդ, ով ուղիղ առնչվել է 20 տարուց ավել այս խնդիրներին, հատկապես Եվրոպայում եւ Ռուսաստանում։ Հայկական դպրոցների խնդիրը մշտապես եղել է, որովհետև երբ որ սկսվեց արտագաղթը, ընդ որում այն դպրոցները, որոնք որ այն համայնքները, որտեղ որ հիմնականում ցեղասպանության զոհերի ժառանգներն են ապրում Արևմտահայաստանից, այստեղ այդքան էլ տեղյակ չեմ խնդիրներին, հանուն անկեղծության ասեմ, բայց երբ որ 90-ականներից սկսվեց արտագաղթը, սպիտակ ցեղասպանությունը, հատկապես 2000-ականներից Քոչարյանի ու Սերժի ձեռամբ, արդեն նույն Նիդերլանդներում, նույն Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում հայտնվեցին հայերը, ովքեր Հայաստանի Հանրապետությունից էին։ Իմիջիալոց մի հատ սեպ այնտեղ շատ արագ խրվեց, հին հայերա, տեղաբնակ հայերն ու նորեկացները, այստեղ շատ արագ այդ սեպը խրվեց, հենց դաշնակներն էլ նպաստեցին դրան, ոնց որ հայաստանցի Ղարաբաղցի դիսկուրսում նպաստեցին ժամանակին, տենց էլ այստեղ։ Հետո այս նոր գնացած հայերը, երբ որ արդեն հիմնավորվում են, դե երեխաներին հայկականության հետ կապելու խնդիր կար, իսկ դպրոցներ չկային հայկական, ինչն էլ կար արևմտահայերենով էր։ Եվ արևմտահայերեն քերականությամբ, արևմտահայերեն խոսքով եւ այլ, շատ գեղեցիկ է, սիրում եմ արևմտահայերեն մեր բոլոր գավառների բարբառները, հարցը դա չի, բայց Հայաստանի Հանրապետությունից եկածի համար չէր դա։ Եվ այստեղ խնդիրներ առաջացան, մեկը ես շատ ակտիվ եմ եղել, որպեսզի դպրոցներ բացվեն, չգիտեմ, գոնե չկորցնենք այդ երեխեքին, իհարկե մի կողմից չես ուզում շատ, ասում ես, լավ դե հույս ունենանք, որ կվերադառնան, էլի, որովհետև սենց ավելի արմատապես կմնան, բայց մյուս կողմից էլ հասկանում ես, որ դա կարճ ու մի սերունդի բան չի։
Եվ սկսեցինք այբենարանների հարցով զբաղվել, այդ երեխաներին ապահովել այբենարանով, այնտեղ կային կամավոր ուսուցչուհիներ, ովքեր իրենց կամավորության սկզբունքով, իրենց շատ ծանր վիճակից դեռ իրենք էլ էին նոր եկել, հա, իրենք էլ դեռ շատ խնդիրներ ունեն, բայց միևնույնն է, իրենց գրպանից այդ ճանապարհածասը, որը շատ թանկ է այնտեղ, ծախսում են, որպեսզի շաբաթը գոնե 1-2 անգամ գնան եւ այդ երեխաներին սովորեցնեն ծանոթացնեն հայերեն լեզվի, նրա քերականությունը, պատմությանը եւ այլն։ Փառք ու պատիվ նրանց բոլորին բոլոր ժամանակներում իսկապես շատ մեծ հարգանքի արժանի աշխատանք են տարել։ Բայց այստեղ կար գրքերի նաեւ խնդիր, դասագրքերի խնդիր, այբենարանների խնդիր, որոնք որ փորձեցինք Հայաստանից ստանել, թե ինչ խնդիրներից տեղ բախվեցինք, դա առանձին պատմություն է եւ այլն։ Հիմա այս դպրոցները այդպես էլ չկայացան։ Ես լուրջ եմ ասում, Հայաստանի Հանրապետությունից գնացած հայերը այդպես էլ չկարողացան ունենալ կայացած ամբողջական մեկ գոնե հայկական դպրոց։ Գուցե լիներ Կիրակնորիա դպրոց եւ այլն, բայց ընդհանուր առմամբ մի հատ դպրոց, որ տենց էլ չկայացավ։ Ինչու՞, որովհետև չէին կարող թույլ տալ որոշ ուժեր, իրենց հայրենասեր հռչակած, որ իրենց քթի տակ որևիցե մեկը նույնպես հայապահպանման գործունեություն ծավալեր, այն էլ ազնիվ ձևով, որովհետև բոլորը հանկարծ կտեսնեին, որ կարելի է այդ նույն բանը անել այլ գներով կամ գումարով, հասկանում եք, եւ նրանք սկսեցին ճնշումներ գործադրել, սկսեցին կեղտոտություններ անել, ընդհուպ մինչեւ տվյալ համայնքների, քաղաքների քաղաքապետերին ու մարզպետերին հանդիպել, մի խոսքով սկսեցին բլոկել այս հայերի բանը, գործունեությունը։ Ռուսաստանի Դաշնությունը մի առանձին կինո է, հայկական դպրոցի, մի առանձին կինո, առանձին պատմություն։ Ես հասարակ օրինակ կարող եմ բերել Ռոստովի նման քաղաքում 100,000-ներով հայեր են ապրում, միլիոնի քաղաք է, կեսի չաթ հայ են։ Մի հատ հայկական դպրոց չկա, Եկեղեցամերձ մի հատ կար, Կիրակնորիա դպրոցեր են էլ, էդ էլ ոնց մեկը աշխատում է, մեկ չի աշխատում, ու վերջ։ Ինչ է կարել, մենակ փող եք քերել։ Մեր ձեր մի 4-5 հատ տերտերով։ Всё, ինչ է կարել ուրիշ։ Այնտեղ էլ կան իմիջայլոց, լավ մարդիկ, բիզնեսմեններ, հարուստներ, բարերարներ, կան, չգիտեմ, գործարարներ, падգամավորներ հայ ազգությամբ, դատախազներ, բայց ոնց որ թույլ չտան, որ այս ամեն ինչը ծառայի հայության համար, դրական իմաստով կազմակերպված բան գնա։ Ու դա այդտեղ հենց եկեղեցին է խանգարում։ Եկեղեցու սպասավորները կներեք, եկեղեցին չէ։ Որպեսզի դա տեղի չունի, որպեսզի հանկարծ ուրիշների մոտ չհավաքեն, իրենց մոտ ստիպված լինեն հավաքել։ Սովորական նախանց։ Ու հիմա սրանք ժողովներ են անում, հայտարարություններ են անում, իրենց դրել են մի կարևոր եսի մինչերի տեղ, ու թե բա Հայաստանում, ու դրսից փորձում են ազդել անգամ այն եկողների վրա, ովքեր տրամադրված են ընտրություններին այստեղ լինել, իսկ Եվրոպայից էլ Միացյալ Նահանգներից էլ մեծ հոսք է սպասվում, ես ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, ու դրական իմաստով եմ ասում, այդ մեծ հոսքը սպասվում է, որ գալու են ու ընտրություն են կատարելու, որովհետև իրենց անհրաժեշտ է, որ հունիսի 7-ին հանկարծ պետությունը չփախնի ռուսամետերի տակ, ու իրենք էլ ունեն նպատակներ Հայաստանի հետ կապված, որը հունիսի 8-ից սկսելու են իրականացնել։ Հիմա ես մոտ կարդամ այս օրինակ Համբիկ Սասունյանի գրառումը, էլի։ 21 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմաթիվ խոստումներ տվեց, որոնք պետք է իրականացվեին 5 տարվա ընթացքում։ Այդ թվում Արցախի եւ նրա ժողովրդի իրավունքների պաշտպանությունը եւ այլն, սակայն այդ խոստումները մնացին անկատար, կամ էլ հակասեցին կառավարության հետագա գործողություններին։ Ինչով են հակասել, որտեղ են հակասել։ Մենք կարող ենք իմանալ։ Ես հասկանում եմ, որ որոշների համար իրենց էշը որցա կապրոնից օրնել 5 լիտր կաթ է տալիս, բայց ես ձեզ ասեմ, 21 թվականի ընտրություններից հետո, ինչպես եւ խոստացվել էր, այո, մեծ ծավալուն աշխատանք է, թե չէ հասնել նրան, որպեսի հակառակորդ երկիրը ինքնահռչակ Արցախի հանրապետության ղեկավարի հետ համաձայնություն տա հանդիպելու Սոֆիայում։ Սա աշխատանք է թե ոչ, թե սա սենց բանով հեշտ տենց որոշվում է։
բերել արևմտյան հարթակ ու փորձել վերադարձնել Արցախին բանակցությունների շղանի շուրջ, որպես ինքնորոշվող։ Սա այս աշխատանքի ծավալը դուք հասկանում եք։ Դուք ինչ եք արել այս ուղղությամբ, գիտեք։ Ասեմ ինչ եք արել։ Ապուշ միտինգներ եք արել այստեղ, հարվածել եք մեր պետականությանը թիկունքից, գումարած դրան Ալիևի թեզերն եք այստեղ ռեալիզացնում եւ հնարավորություն տվեցիք նրան թռնելու դրա վրից։ Եվ ձեր շատ սիրելի Ռուսաստանը կարողացավ 22 թվականին ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրի փետրվարի 22-ին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի հետ, որտեղ էլ որ եթե կետերը կարդաք, կտեսնեք, թե ձեր շատ սիրելի ազնվազարմ ռուսական կայսրության ցարը, ինչպես է ասում, հենց այդ թղթերի մեջ, որ արդեն կարելի է էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Եվ հիմա դուք առաջամարտիկներն եք Ռուսաստանի Դաշնության, այստեղ Հայաստանում։ Քոչարյանը, Սերժը, բանը, Ծառուկյանը, բելարուսական են вообще, բան, Սամվել Կարապետյանը, ու դուք սատարում եք իրանց։ Դուք նպաստել եք Արցախի հայաթափմանը ձեր անհեռատես գործունեությամբ ու ուռա հայրենասիրությամբ։ Դուք նպաստել եք, որպեսզի Արցախում տեղի ունենա հեղաշրջում։ Դուք իրականացրել եք հեղաշրջում։ Որ ու մի հատ են շատ փոքր ու թույլ լեգիտիմությունը պարկացել, թաղեցիք։ Ինչով հնարավորություն տվեցիք։ Նա էլ ասես դե մի րոպե հələ։ Ուրեմն զենքով մարդ չի կարող տարածքային ամբողջականության մեջ լինի։ Ու այստեղ շատ երկար զրուցել ենք այս ամեն ինչի դետալների մասին անգամ։ Եվ դուք շատ լավ հասկանում եք, խնդիրը հենց այդ է, որ դուք գիտեք, որ դուք դավաճաններ եք։ Դուք հակահայ, հակաարցախյան երևույթներ եք։ Դուք դա շատ լավ գիտեք։ Պարզապես դուք փորձում եք ձեր այն խապված էլեկտորատին դեռևս այլ բաներ համոզել։ Դուք եք ուզում վերադառնալ ռուսական ուժ, եկեք ապրեք հələ։ Եք ուզում, որ նոյեմբերի 9-ը զորով կատարեն, չէ՞։ Որ Սյունիքով միջանցք տրվի Ադրբեջանին, ռուսական FSB-ն էլ վրեն կանգնած լինի, չէ՞։ Պարզ ասեք, ինչ եք վախենում։ ԿՊԸ-ն կանգնել է, պարզ ասում է, ինքը ինչ ծրագիր է առաջարկում։ Կանգնեք, ձեր ծրագիրը առաջարկեք։ Նիկոլը չի վախենում, կանգնել է, ասում է, ախպեր ջան, իմ լինել, մենք Թրամփի ուղու կողմնակից ենք, ես ենք բանակցում, ընտրվեցինք ավելի ենք խորացնելու այս թեման։ Ասում է։ Հիմա դուք ոնց եք մանիպուլացնում, դա մարդիկ ոնց են ընկալում, սա համաձայն են, թե համաձայն չեն, սա հարցի մի կողմն է, բայց ինքը ասում է։ Դուք էլ թե դուրս եկեք, հստակ ասեք, ձեր ծրագրերի մեջ ներառեք, ասեք մենք նոյեմբերի 9-րդ կետի կողմնակիցն ենք։ Ընդ որում դրա մասին դուք ժամանակ առ ժամանակ տարբեր այդպես փոքրիկ ոդքասթային բաներով, պայմաններով ասել եք։ Վախենում եք, ամաչում եք, ոնց որ վախենում եք ասեք, որ ռուսական ուժ եք, տենց եք վախենում եք դրա մասին խոսել։ Դուք Հարության հետ երբ եք անկեղծ եղել ձեր կյանքի ընթացքում, ոչ միայն քաղաքական կյանքի ընթացքում։ Այ դա է հենց հունից անում էլի։ ԿՊ ղեկավարները չունենալով անհրաժեշտ որակավորում, իրենց նշանակեցին տարբեր բարձր պետական ով ուներ, ձեզանից էլ մեկին ասեք, որ անհրաժեշտ որակավորում ուներ։ Բանը Ռոբերտ Քոչարյանը անհրաժեշտ որակավորում ուներ երկիրը կառավարելու։ Պոլիտեխնիկը հերրակա ծույլիկ ավարտածը, ում համար Բաքվից են ժամանակին զանգե բարեխոսել, ընդեղի բաներից են կոմունիստներից, որպեսի դիպլոմ տան։ Հերրակա չի կարացել, նո, ոչ թե հերրակա եղել, դա է վատա, այլ հերրակա կարկաշը ծույլիկ է եղել։ Փարկասու կուրսեցիներից էլ դեռ կան, որ ողջ են։ Արձանագրումներն էլ կան լիքը։ Դա եղել դա Արծվիկ Մինասյանի որակավորումն է եղել սենց ամենաբարձր մակարդակի, երբ որ բնապահպանության նախարար էր։ Այն որ ռազմավարական նշանակության ճանապարհի երկու կողմերի ինկուզենիները ամբողջը փչացնելով կտրելով տանում են, որպեսզի կոնդախ ենք սարքում զենքի։ Շատ ուժեղ բնապահպաններ, գիտեք, մինչև հիմի ուզում ենք հասկանանք, որ տարածքը որտեղ է սկսում, որտեղ է վերջանում, չենք հասկանում։ Սպուտնիկներ ենք 3 հատ անելոց չենք հասկանում։ Այդ ո՞ր մեկն եք ունեցել։ Հա, ձեր կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարն է երևի եղել շատ ուժեղ որակավորմամբ, որից մենակ մի գործով 200 միլիոն դոլար է պահանջվում ու լիքը անշարժ գույք։
ով Պաշտոնը հարստացան բացառիկ պետական պայմանագրերի, բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր դոլարների չարդարացված պարգևավճարների շնորհիվ։ Խափում ես, դարձյալ խափում եք, որովհետև նախ բարձր աշխատավարձ, մի հատ ասա քո համար քո իմացած բարձր աշխատավարձը ո՞րն է։ Ինչպես գիտես, մեր նախարարների աշխատավարձն ինչքան է։ Մեր նախարարի աշխատավարձը Ֆրանսիայում զիբիլշիկի աշխատավարձ չի։ Աղբահանության ոլորտում աշխատող մարդու աշխատավարձ չի։ Գումարած դրանից միլիոնավոր դոլարների պարգևավճար։ Ինձ կարող ես ցույց տալ որևիցե մի նախարարի, որ նախ պարգևավճար չի, ավելավճար է ու ըստ արդյունավետության մեխանիզմով է դա բանալվում, թե որքանով է դա լավ մեխանիզմ որքանով չէ, սա առանձին քննարկման բան է, ես ուստեղ խնդիր չունեմ։ Բայց ինձ ասում ես միլիոնավոր դոլարների պարգևավճար, չէ, նախարարին։ Ինձ ցույց տուր մի հատ նախարար, ով միլիոնավոր չէ, 100,000 դոլարավոր բան է ստացել։ Մի օքի ցույց տուր։ Այս կանգնում եք, այսքան ճոռոմ բաներ խոսելով, իմիջայլոց այստեղ չգիտեմ, այս ամբողջը երևի սկի չարժել կարդալ, բայց մի հատ էլ զուգահեռ մտնում են, այ նրանք ասում են եկեղեցում բարենորոգում կանենք, այ նրանք եկեղեցու դեմ բանսած, էլի մտել են, էլի սկսել են։ Մի խոսքով դրսից նույն Քարոզարշավն են։ Մի հատ խնդրեմ են ագենտ Կարոյի վիդեոն կարելի է հրապարակել։ Պուտինը ասել է խոսալ, էլի խոսալու նայեք։ Այսպիսով անձնիր քվեն տալով ԿՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին կարծում եմ ակամա մեղք է գործում եւ իրեն դուրս դնում առաքելական մեր Սուրբ եկեղեցուց։ Առաքելական Սուրբ եկեղեցուց դուրս դու ես գտնվում, որովհետև Ռուսաստանում մեռարոցելով առաքելական ուղղափառ եկեղեցիներ։ Դու ինքդ մեռարոցելով հայ առաքելական ուղղափառ եկեղեցիներ։ Ինչ ես կիսատ խոսում, ամբողջը ասա իրենց դուրս են դնում հայ առաքելական ուղղափառ եկեղեցուց։ Ամբողջը ասա, լա տեսնենք ոնց է ընկալում հանրությունը։ Դու ագենտ Կարո։ Եզրաս։ Երեք Մելոյան ասում էր բանը, Արցախի համար գիտեք ինչքան 44 օրյային ինչքան բան արել Սամվել Կարապետյանը։ Վստահաբար քո միջոցով պիտի արված լինի։ Խոսակցություններ կային, որ ինչ-որ տենց եկեղեցու տակի պատվալներում ինչացած կուտակել եք։ Ինչը որ պիտի գար 44 օրյային հասներ։ Այդ կարանք հասկանանք, ինչ կա չկա։ Ագենտ Կարո։ Փաստաթղթավորված հիմնավորված ագենտ Կարո։ Դուրս է եկել, այս այա լինում, երբ որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Այստեղ հիշում են սահմանադրություն։ Ասում են սահմանադրական կետի խախտում է, բայց սահմանադրական կետի խախտում չի, որ մտել ես քաղաքական հայտարարություն ես անում։ Հələ այդ սահմանադրությունը էլ կարդա, տակի հոդվածն էլ կարդա։ Տակի հոդվածն էլ կարդա, տեսնենք ինչ է ստացվում։ Ստացվում որ եկեղեցին իրավունք չունի խառնվելու քաղաքական process-ներին ու պետության կառավարման գործերին։ Բայց ինչ ես ելել հակաքարոզչություն անում։ Քաղաքական են էլ։ Հետ պղծում եկեղեցին։ Ընդ որում, եթե սահմանադրությամբ եւ այլնով օրենքի առաջ ենք մենք պատասխանատու, եկեղեցու բաներով Աստծո առաջ ենք պատասխանատու։ Հետ պղծում արա եկեղեցին։ Ձեզանից ազատագրվելու եկեղեցին։ Եվ այո, ԿՊ-ի նախընտրական խոսումներից մեկը, դա ինչի համար շատ հնարավոր է ես իրաց զայն տամ։ Հենց կոնկրետ դրա համար, որովհետև մեր եկեղեցին ձեր նման պիղծերից պիտի ազատագրվի, ձեր նման ագենտուրայից պիտի ազատագրվի, ինչ պիտի արվի, չէ, պիտի նստեք, բանա, ոնց ուզեք այտենց դասավորվեք, դուրս գա քաղաքական հայտարարություն, ես չես խոսում, ով ԿՊ-ին ձայն է տալիս, նա իրան դուրս է դնում եկեղեցուց, դու ով ես, դու հասկանում ես ինչ ես խոսում, դու քո ասածի մեջ պարունակող թշնամանքը պատկերացնում ես ծավալը։ Սա ինչ հայտարարություն է։ Որ մեկն է ճտացրեք գլխիդ ասել գնա մի հատ սենց հայտարարություն արա։ Որ ուլի նման գլուխդ ուրցրած եկել կանգնել խոսում ես, այդպիսի արտահայտություն ես անում։ Սահմանադրական կետ է ասում է, ոչ, այս մյուսն ես ասում Համբիկյանն էլ ստեղից, ասում է սահմանադրությունը կրոնական կազմակերպությունների գործերին պիտի չխառնում, այդ սաղ գիտենք, դուք մեդալի մի կողմը կարդացել, մյուսը չեք կարդացել, մենք մեր հանրության համար բոլոր կողմերն ենք կարդացել,
Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին, բացի նրանից, որ ինքը կրոնական կազմակերպություն է, ինքը նաև սահմանադրորեն ճանաչված միակ կառույցն է կրոնական։ Որևիցե աղանդավոր կառույց չի ճանաչվում, ընկալվում է որպես կրոնական կազմակերպություն, լավ, ազատություն է կրոնի եւ հավատքի, բայց սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու գերակայությունը։ Մտել կարդացեք, շարունակեք կարդալ կտեսնեք, ու մի հատ փորձեք ինձ հասկացնել, ձեր պատկերացնելով, այդ ճանաչելը ինչ կարա նշանակի։ Բա եթե մեկը մյուսի գործերին էլ խառնվելու իրավունք չունի, ինչ եկեք էլ մտել սահմանադրության անուն տալիս։ Ինչի համար։ Այսինքն, որտեղ պետքա ձեզ պաշտպանվել սահմանադրությունով կարելի է պաշտպանվել, որտեղ որ պետքա գնահատական դրվի ձեր գործառույթին, սահմանադրությունը տեսեք, ասում են չխառնվեք։ Բայց ասել է չխառնվեք, չեն խառնվում։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության մեջ մեկը բռնություն ձեր վրա կիրառի, ինչով է դատվելու։ Եկեղեցու կանոնագրքով, չէ, սահմանադրությամբ։ Բայց ո՞նց է ստացվում, որ պիտի պետությունը խառնվի։ Ներքին գործերի նախարարությունը, արդարադատության նախարարությունը, բանը, դատաիրավական համակարգը, քննչական կոմիտեն, սրանք կառավարություն են թե չէ, պետություն են թե չէ։ Խնդրեմ։ Բախի պիտի խառնվել։ Հիմա եթե մեկը բռնություն կիրառի ձեր նկատմամբ, եթե չպիտի խառնվեն, բայց այդ պարագայում պիտի խառնվեն։ Որովհետև դա այլ դեպքերի մասին է, հասկանում եք թե չէ։ Իսկ կառավարման, եկեղեցու կառավարման գործերին պետությունը չի խառնվել, որտեղ է խառնվել։ Չի խառնվել։ Ասում է պիտի հրապարակային լինի այս ինչ բանը, հանրային պիտի լինի։ Ինչը որ քո կանոնագրքով է տենց, պահանջում է մարդը։ Ես քրիստոնյա մարդ եմ, աղբերջան եկեղեցու հետևորդ եմ։ Էս էլ կանոնագիրքը բացում եք, սես բան է պահանջում, որը որ դու խախտում ես։ Կանոնագրքով, սահմանադրորեն չէ, սահմանադրորեն բան չեք խախտել, սահմանադրորեն բան խախտած լինեք, երևի հիմա ձեզ ձեռու ոտով ԱԱՑ-ի պատվալում եք։ Դուք խախտել եք հենց եկեղեցու կանոնակարգը։ Ինչի մասին կարա խոսալ հավատավոր հոտը։ Տենց չի։ Հիմա դուք դուրս եկեք քաղաքական հայտարարություն եք անում։ Այս նրա պատասխանը շատ ավելի կոպիտ իրիկուն է YouTube-յան կանալով կասեմ, որովհետև հեռուստատեսային ֆորմատը թույլ չի տալիս ավելի ուղիղ բնութագրական գնահատականներ տալ ձեր նման ստահակներին։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։